Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ մարտի 28 Եվ ճանաչեցեք Քրիստոսի սերը, որ ամեն հասկացողությունից վեր է։ Եփեսացիներին 3:19 Քրիստոսի սերը իր ողջ քաղցրությամբ, լիությամբ, մեծությամբ և հավատարմությամբ վեր է մարդկային ամեն հասկացողությունից։ Որտեղից գտնել խոսքեր նկարագրելու համար նրա անզուգական, անգերազանցելի սերը մարդու որդիների հանդեպ։ Այն արտակարգ լայն և աներևակայելի անսահման է, ծիծեռնակի նման, որը թևով հպվում է ջրին, բայց չի սուզվում ջրի մեջ։ Մարդկային ցանկացած նկարագրություն ընդամենը հպում է այդ սիրո մակերեսին, որի տակ անծայրածիր խորություններ են թաքնված։ Ինչպես ասել է բանաստեղծը. «Օ սեր, դու անհատակ մի անդունդ ես»։ Իսկապես անհատակ ու անծայրածիր Քրիստոսին ով կարող է ըմբռնել։ Մինչև նրա սիրո մասին փոքրագույն պատկերացում ստանալը, անհրաժեշտ է հասկանալ նրա երկնային փառքն իր ողջ փառքով և մեծությամբ և նրա հետագա մարմնավորումը իր ողջ նվաստացմամբ և խայտառակությամբ։ Ով կարող է մեզ պատմել Քրիստոսի մեծության մասին։ Բարձունքներում գահի վրա բազմելով, նա ճշմարիտ Աստված էր ճշմարիտ Աստծուց։ Նա ստեղծել է երկինքն ու այն ամենը, ինչ կա դրանց վրա։ Նրա սեփական զորավոր ձեռքը արարել է աշխարհները, նրան մշտապես շրջապատել են քերուբերներն ու սերոբեները։ Ողջ տիեզերքի զորեղ ալելույաները հասնում էին նրա գահի պատվանդանին։ Նա միահեծան իշխում է իր ողջ ստեղծագործությանը, հավիտյան օրհնյալ բոլորի իշխանը։ Այդ դեպքում ով է ընդունակ արտահայտելու նրա ողջ փառքի մեծությունը, և մյուս կողմից ով է ընդունակ փոխանցելու նրա նվաստացման ողջ խորությունը։ Մարդ դառնալն արդեն ինչ-որ մի բան է, բայց վշտերի այդ դառնալն անհամեմատ ավելին է։ Թափել սեփական արյունը, տառապել ու հեռանալ կյանքից, որքան դառնություն է բաժին ընկել մարդու որդուն։ Բայց զգալ որևէ բանի հետ անհամեմատելի հոգեվարքը, լքված լինել հոր կողմից և մահանալ ամոթալի մահով խաչի վրա։ Ամենաներող սիրո այդ խորությունն ի զորու չէ ըմբռնելու նույնիսկ ամենաբացառիկ միտքը։ Ահա այն սերը, ամեն հասկացողություն իրոք գերազանցող սերը։ Թող այն մեր սրտերը լցնի անկեղծ շնորհակալությամբ և մեզ ոգեշնչի նրա ողջ զորությունն արտացոլող նոր գործերի։